Սիրոտոներից մինչև մարտի 8-ը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Տիկին Մանասյան, անազատության մեջ գտնվող անձինք շարունակում են բողոքի ձայն բարձրացնել իրենց պահման պայմանների վերաբերյալ, թեև դուք պարբերաբար անդրադառնում եք այդ թեմային, նաև մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում է դրան անդրադարձ եղել, բայց այս հարցի առնչությամբ ինչ դինամիկա կա, ինչ քննարկումներ են եղել։ Շնորհակալ եմ շատ այս հարցի համար, որովհետև կարծում եմ, որ ընդհանրապես ազատությունից զրկված անձանց եւ մշակային խմբերի իրավունքների պաշտպանությունը պետք է բոլորի ուշադրության կենտրոնում լինի։ Մի շարք դեպքերում մենք փորձ ենք ունենում մի փոքր այլ իրավիճակների հետ։ Պայմանների հետ կապված ես պարբերաբար եմ անդրադառնում, ընդ որում ազատությունից զրկված անձանց պայմանները ոչ միայն քրեակատարողական հիմնարկներում, այլ մի շարք նաև այլ հաստատություններում, ընդ որում այսօր առավոտյան, եթե չեմ սխալվում, պիտի որ արդեն հրապարակած լինեն կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները դատարանների խցերի հետ կապված, որտեղ պահվում են ազատության մեջ գտնվող անձինք։ Նշեմ, որ ժամանակի դրվածքով այս առումով իհարկե մեր հանրապետությունում, եթե շենքային պայմանների առումով հիմա խոսենք, որոշակի զարգացումներ տեղի ունեցել են, ավելին ասեմ, վերջին տարիներին օրինակ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, այլ քրեակատարողական հիմնարկներում ևս վերանորոգման լայնածավալ աշխատանքներ իրականացվել են, բայց բնականաբար դա չի կարող լինել, այսպես ասած, միակ համակարգային միջոցառումները լուծելու, նախ շենքային պայմանների հետ կապված հարցերը լուծվեն, օրինակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքը իմ խորին համոզմամբ ամբողջությամբ փոփոխության է ենթակա, որովհետև ես չեմ կարծում, որ նույնիսկ այդտեղ վերանորոգման աշխատանքները կարող են որևէ արդյունք տալ։ Հետևաբար շենքային պայմանների առումով իրավիճակը այսպիսին է։ Մնացյալ, եթե շատ ավելի նեղ հարցեր են ձեզ հետաքրքրում, կարող եմ դրանց ևս անդրադառնալ։ Իսկ այդ որ ասեցիք անհրաժեշտություն կա նոր գաղութ կառուցելու, դրա մասով օրինակ ինչ-որ քննարկումներ արդեն իրականացվում են։ Այո, նաև ուրախ եմ այն տեսանկյունից, որ այն բոլոր հարցերը, որ բարձրացնում եմ, այդ ես քրեակատարողական հիմնարկների հետ կապված, կարծես թե իրենց արձագանքը ստանում են պետական մարմինների կողմից եւ օրինակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հետ կապված հարցը հատուկ քննարկման առարկա դարձել է։ Կարող եք իհարկե շատ ավելի մանրամասն տեղեկատվություն արդարադատության նախարարությունից ստանալ, բայց միանշանակ հարցը քննարկվել է։ Պարզապես այս փուլում արդեն կարևորում են ոչ միայն հարցի քննարկումը, այլ նաև հարցի հետ կապված վերջնական ոչ թե որոշման կայացումը, այլ հաստատի գործողությունների իրականացումը։ Տիկին Մանասյան, դուք ինչպես կգնահատեք իրավապահների աշխատանքը, թեև գուցե հիմա ասեք կոռեկտ չէ գործընկերների աշխատանքի վերաբերյալ գնահատական տալը, բայց երեք ամուկահարույց միջադեպը Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած, դրան նախորդել են այլ դրվագներ, մարդիկ են կյանքից զրկվում եւ ըստ էության իրավապահները, բնակիչները մեծ զրույցում նշում են, ինչքան ոստիկանների թիվը ավելանում է, այնքան նման միջադեպերի թիվն է ավելանում։ Դուք գոհ եք իրավապահների աշխատանքից կամ տարվող աշխատանքներից, թեկուզ բացատրական աշխատանքներից։ Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում։ Ցավոք, բարենպաստ իրավիճակներում գործ են ունենում նման բացասական երևույթների միջադեպերի հետ։ Կարծում եմ, որ տարբեր մարմինների աշխատանքին ես բազմիցս նաև հրապարակային եմ անդրադառնում, իհարկե իմ լիազորությունների շրջանակներում անդրադառնալով այն դեպքերին, երբ իրավունքների խախտման հետ է գործ ունենում կամ առավելագույն խախտումների տարբեր այդ իրավապահ մարմինների հետ կապված աշխատանքներով, բայց կուզենամ մի փոքր ավելի լայն հարցի վերաբերյալ խոսել, մասնավորապես ձեր կողմից հիշատակված տարբեր երևույթներ, այդ թվում երեկվա տեղի ունեցած միջադեպը, մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության եւ մշակույթի հետ կապված խնդրահարույց այսպես իրավիճակի արդյունք է եւ համարում եմ, որ այդ առումով կրթության համակարգը պետք է ամբողջապես բարելավել, բայց բնականաբար նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։ Ես կանխարգելիչ աշխատանքների մասին չեմ կարող խոսել, որովհետև գործ են ունենում սովորաբար իրավունքների խախտումների հետ կապված դեպքերի առումով, դրանց պարբերաբար եմ անդրադառնում դարձյալ թե անհամաչափությունների առումով։ Որոնք խաղահրապարակ շատ կարևոր հարց է բարձրացան եւ բնականաբար դրա մասին թե դուք եք խոսում, թե ես, թե բոլորս ենք խոսում։ Հիմա որպես քաղաքացի ես կարող եմ
վերարտահայտել, բայց իմ լիազորությունների շրջանակներում գնահատական ներկայացնել, կանխարգելիչ միջոցառումների հետ կապված չեմ կարող, այն որ մենք ունենք այդպիսի իրավիճակ, դա արդեն իսկ նշանակում է որ խնդիրներ, այսինքն բավարար չի բոլորս կատարել, որովհետև օրինակ այն կոնտենտը, որ տարածում ենք, այս թվում հրապարակային եղանակով տարբեր հարաբերությունների հարցերի հետ կապված, այն լեզուն, որը ամեն օր կիրառում ենք, միանշանակ նպաստում է նաև նման երևույթների ավելի զարգացման, այսինքն հիմա հարցի երևույթի մասը կարող է շատ երկար խոսել, բայց այն, որ դրա հետ կապված պայքար պետք է մտած ընդորում ոչ թե միայն իրավապահմանների լիազորությունների շրջանակներում, այլ յուրաքանչյուր մեր դերակատարությունը գործառույթը կապ ունենալով միանշանակ։ Իրանցի կնոջ հետ կապված որևէ բան հաջողվեց ձեզ պարզել, որ Հայաստանի ԱԱԾ-ն նրան սպառնում էր ուղարկել Իրան, որտեղ նրան կախաղան էր սպասվում եւ նաեւ սպառնում էին ուղարկել Ադրբեջան, որտեղ մարդու իրավունքները կոպտորեն խախտվում է։ Դուք ինչ պարզեցիք։ Նշեմ, որ այս հարցի հետ կապված մենք ոչ թե պարզապես հարցի առնչությամբ տեղեկատվությունը ստացել ենք, այլ նաև զբաղվել ենք այս խնդրով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործում ենք այդպիսի իրավիճակի հետ, որ անձը զգայուն վիճակում է գտնվում։ Բնականաբար որևէ տեղեկատվություն հրապարակային այդ թվում մեր գործողությունների հետ կապված չենք տարածել, որովհետև դա կհակասի նաև միջազգային տարբեր կոնվենցիաների, այդ թվում ապաստան հայցողների, փախստականների եւ այլ անձանց հետ կապված, պարզելու առումով նշեմ, որ առաջնահերթությունը բնականաբար այն է, որպեսզի անձի իրավունքները չխախտվեն այն դիտարկումից, որ չհայտնվի այնպիսի իրավիճակում, որը կարող է վտանգավոր լինել հենց իր կյանքի համար, բնականաբար այդ առումով մեր գործառույթները իրականացրել ենք, գործողությունները իրականացրել ենք։ Այս թվում սրանք կապված այս Հիմա նա Հայաստանում է։ Ես չեմ կարող, Չէ, կներեք, ներողություն Տիկին Մանասյան, հիմա մենք ունենք աղմկահարույց հայտարարություն իրանցի կնոջ կողմից եւ ունենք ձեր կողմից կներեք, բայց գրեթե այդ բանի հետ կապված ոչինչ չասող պատասխան եւ հիմա մենք չգիտենք այդ կնոջը ուղարկել են Կախաղանի, չեն ուղարկել Հայաստանում ականջում են ԱԱԾ, սպառնում են էլի թե չէ, դուք կարող եք հանրությանը որպես մարդու իրավունքների պաշտպան ես չեմ կարող պարզապես այսպես նայել, ասեմ, հա ինչ լավ է մարդու ուղարկել են Կախաղանին եւ բնականաբար մինչ այդ ես իմ տեսակետը այդ թվում միջազգային կարգավորումների եւ չափանիշների հետ կապված բնականաբար նաեւ պաշտոնապես ներկայացնում եմ, բայց ինչ վերաբերում է հարցի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել հրապարակային նկատի ունեցեք, սա զգայուն հարց է, որը ոչ միայն իմ տեսանկյունից ընդհանրապես բայց նա չի խուսափում, նա մի ամբողջ ֆիլմ էր նկարահանել ազատությունը նրա մասին եթե օրինակ ձեր տեսանկյունից խնդրահարույց չէ դրա մասին խոսելը, իմ տեսանկյունից խնդրահարույց կդառնա, որովհետեւ ես մարդու իրավունքների պաշտպանության հարցերով եմ զբաղվում։ Հետևաբար, եթե հարցի հետ կապված ուզում եք տեղեկատվություն ստանալ, թե արդյոք ինքը Հայաստանում է, Հայաստանում չէ եւ այլն, դրա հետ կապված բնականաբար տեղեկատվությունը իհարկե տեղեկատվության տիրապետողը հիմնական մենք չենք, բայց կարող ենք անձից հարցնել համաձայնությունը եւ հասկանալ հնարավոր է նման տեղեկատվություն ձեզ փոխանցել, թե հնարավոր չէ, բայց հրապարակային դրա վերաբերյալ Եվ Տիկին Մանասյան, կներեք, մենք տեսնում ենք ԱԱԾ-ն իր գործառույթների նստեության չարաշահում է, մեկ այս կնոջն է սպառնում ուղարկել Կախաղանի Իրան, մեկ գնում հոգևորականներին է ստիպում, որ տեքստում փոփոխություններ անել։ Ձեզ մտահոգում է սա, թե ոչ, եւ օրինակ կառավարության նիստերի դահլիճում երբևէ Անդրանիկ Սիմոնյանի հետ քննարկում եք այս իրավիճակը, հարցնում են, այս ինչ է կանում։ Ես հարցի հետ կապված կարծում եմ նաև հրապարակային բազմիցս խոսել, հատկապես մեր երկրների պարակային, որտեղ իրավապահ մարմինների աջակցում անվտանգության ծառայությունների եւ տարբեր այլ իրավապահ մարմինների հետ կապված կան որոշակի կանոններ, որոնք ինչ որտեղ նաև օբյեկտիվ են հիշողության տեսանկյունից։ Այս մարմինները պետք է ոչ միայն պարզապես հիշ լինեն, այլ նաև շատ զգայուն լինեն իրենց լիազորությունների իրականացման առումով։ Հետևաբար ես հրապարակային ոչ միայն հարցի վերաբերյալ խոսել եմ, հիմա էլ կարող եմ հորդորել գործընկերներին, նույնիսկ եթե որևէ լիազորություն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, իրավասությունների շրջանակներում, դրանք պետք է իրականացվեն շատ զգայուն եղանակով եւ բացառապես այն դեպքերում, երբ դա թույլ է։ Տիկին Մանասյան, ձեր համար էլ է Գարեգի երկրորդը ոչ կաթողիկոսի։ Ես այս հարցին եմ բազմիցս անդրադարձել, ես մարդու իրավունքների պաշտպանն եմ, որը որևէ իրավասություն չունի, որևէ մեկին ճանաչելու կամ չճանաչելու եկեղեցու ղեկավար, կրոնական կազմակերպության ղեկավար եւ այլն։ Ես պաշտպանում եմ նրանց իրավունքները
սպառնում։ Հիմա օրինակ կարծում եք կաթողիկոսի իրավունքները խախտված են, թե խախտված չեն, հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները, երբ որ օրինակ գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ օրինակ ինքը չի ընդունում տվյալ անձին որպես կաթողիկոս, նրա նկատմամբ հարցում եք իրական գործեր եւ այլն։ Հիմա ձեր կարծիքով կաթողիկոսի իրավունքները խախտված են, պլանավորում եք նրա հետ հանդիպում, թե ոչ։ Ես խնդրի վերաբերյալ բազմիցս խոսել եմ, հատուկ շեշտադրել եմ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը հարգելու կարևորությունը։ Սրա վերաբերյալ կարծում եմ նոր չէ, որ արտահայտում եմ, առավել ևս վերջին իրադարձությունների հետ կապված, որոնք վերաբերել են դատական ակտը չկատարելու հիմքով քրեական վարկի նախաձեռնելուն, քրեական հետապնդումներին, հատուկ խոսել եմ այն հարցի մասին, որ թեև մենք հիմա խոսում ենք դատական ակտի մասին եւ բոլորս ենք ինչ-որ առումով սահմանափակված հարցի վերաբերյալ շատ ավելի կոշտ դիտարկումներ։ Հայաստանը կաթողիկոս ունի, թե ոչ, Տիկին Մալասյան, հարցերի հստակ չեմ պատասխանում։ Հայաստանը կաթողիկոս ունի, թե ոչ։ Ես այն մարդը չեմ, որ ձեզ կարող եմ ասել այս մարդ այս կրոնական կազմակերպության ղեկավարն է կաթողիկոսն է, Հայաստանի ծառայելական Սուրբ Եկեղեցու։ Հիմա չէ, Տիկին Մանեսյան, տեսեք, դուք կրոնական ազատությունից եք խոսում, Հայաստանի ծառայելական Սուրբ Եկեղեցու ընտրված օծյալ կաթողիկոսը Գարեգին երկրորդն է, բայց հիմա օրվա իշխանությունն է եւ հիմա հարցը հնչում է Հայաստանի ծառայելական ինձ տալիս դա իմ որովհետեւ դուք մարդու իրավունքների պաշտպանն եք եւ բայց մարդու իրավունքների պաշտպանը տեսական ձևակերպումներ չկարողանում ես, եթե հենց հիմա դուք եք ինձ տեսական հարց տալիս, խոսելով այն մասին, թե օրինակ արդյոք ընդունում եք։ Հիմա օրինակ ինձ որ հարցնեն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանով եք, ասեմ Անահիտ Մանասյանը, ձեզ հարցնում եմ Հայաստանի կաթողիկոսը ով է։ Ինչ եք հարցնում Հայաստանի կաթողիկոսը ով է եւ երկրորդը ես չեմ հարցնում, որ որպես մարդու իրավունքների պաշտպան ես մի պատասխանեմ նման հարցին, որովհետեւ Մանասյան ինչն է խնդիրը։ Ես ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպություն, որը օրենքով սահմանված կարգով գրավված է, ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպության ներքին շրջանակներում կայացված իրավական պայմաններով կայացված ցանկացած որոշում, եւ ես այն մարդը չեմ, որը որևէ կերպ կարող է միջամտել։ Այսինքն դուք նկատի ունեք կրոնական կազմակերպություն։ Բայց կարծում եմ իմ աշխատված լինել կամ չլինելու հետ կապված նույնիսկ որևէ հարց չպետք է առաջանար այն պայմաններին, որ մեր կրոնական կազմակերպությունների ինքնավարության միջամտություն, այդ թվում հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը միջամտելու հետ կապված երևի նույնիսկ որևէ միջազգային կազմակերպություն չի խոսել, երևի թե միակ պաշտոնական աղբյուրը ով խոսել է այնպես կրոնական կազմակերպության ինքնավարության միջամտելու մասին։ Կարող եք իմ հրապարակային բոլոր հայտարարությունները եւ ելույթները կարդալ եւ սրա վերաբերյալ պատկերացում կազմել, մենք սրա մասին կարող ենք հետո շատ ավելի մանրամասն հարցազրույց։ Տիկին Մանասյան, ներողություն մի է դեպարտավորել, բայց ես հիմա